Են Steve Miller-ի ասած տարվա մեջ պետք է 1 միլիոն մարդ հանենք, փաստորեն իրենք իրենց ծրագրով գերակատարեցին, 150%-ով կարելի ասել այդ նպատակը։ Հիմա ինչքան գնա, այդքան իհարկե դժվարանա, քանի որ արդեն պակասելու է այդ թիվը, բայց այդ նշանակալի չէ։ 2026 թիվը ավելի հեշտ չի լինելու դրանց համար։ Ամենակարևոր ստեղ կետը նա է, որ հանցանք գործել պետք չի, աչքի ընկնել ոստիկանությանը պետք չի, մանավանդ հիմա, որ արդեն ուրեմն տվյալների բազաները իրար հետ կիսվում են։ Առաջ, եթե դու աշխատում ես, ասենք այսում, ստանալ IRS-ից, այսինքն հարկայինից տվյալներ, ով է վճարում հարկային, ով չի վճարում, ով գործ ունի, ով է հետ մնացել, աննարին գործ էր։ Բացի եթե դու քրեական գործ ուներ, եթե դու գնայիր, ստանայիր դատական սանկցիա կամ grand jury սանկցիա, հա, grand jury տանը գնաս ներկայացնես, որ ինչի համար պետք է այդ դեպքում տա։ Համարյա աննարին գործ էր։ Ու թվում էր թե երկու պետական հիմնարկներ իրար հետ կարող են կիսվեին։ Հիմա այդպես չի։ Հիմա հաճույքով արագ կիսվում են եւ immigration տվյալների եւ հարկային տվյալները եւ State Department-ի վիզաների երբ ստացավ երբ եկավ այդ միշտ կար արդեն State Department-ը երբեք խնդրեմ չէր առաջացնում, բայց հիմա շատ ավելի հեշտացրել է այդ գործը։ Եվ սա իհարկե հեշտացնում ընդհանուր այս process-ը արագացնում է շատ եւ նույնիսկ այդ ստանդարտներն այնքան բարձր չեն։ Դա էլ ասեմ ձեզ, որ շատ բան պետք չի, որպեսզի մեկին երկից վտարելու համար գործ բացես եւ կարաս այդ իրականացնես։ Եթե առաջ շատ մեծ թղթակ բանություններ պահանջվում, այդպես բան չի պահանջվում եւ դա իր բան ազդեցությունը թողում է, ուժ ձևով չէր կարողանա, այս թվերը չէին կարողանա ապահովել։ Դա էլ ասեմ, դες 26 թիվը չի լավանալու այդ իմաստով։ Բացի եթե քաղաքական մեծ փոփոխություններն են, որ ես կարծում եմ լինելու է ընտրությունների հետ կապված եւ այլն։ Այդ mid-term ընտրությունների հետ։ Հիմա դա ուրիշ խոսք, դրա վրա պետք չի հույս դնել եւ իմ կարծիքով ով էլ գա այս րոպեին շատ չի փոփոխելու վիճակը։